Մոնթեն մանկապարտեզը զնեց ունքերը կիտած ու դեմքի դժգոհ արտահայտությամբ գյուղապետ հորը նայեց։ Հնարավոր չէր շուտ կառուցել, որ իրեն աշտարակ չհասցնեին։ Ով էր տանում քեզ մանկապարտեզ։ Ինչ էին անում Սասունիքում 20 տարի առանց մանկապարտեզի գյուղապետը ժպտում է, ծանոթ բարեկամներով հավաքվում էին, աշտարակ հասնում։ Մի քանի ծնողով հավաքվել էինք, մեքենա էինք վարձը, երեխաներին տանում էր, բերում էր։ Ամեն օր հեշտ չէ 6 կիլոմետր գնալ աշտարակ, երեխային դնել այնտեղ, վազել հետ գործի, գիշերը գնալ, երեխային վերցել, բերել եւ այլը։ 2 տարվա աշխատանքի արդյունքը տեսնելուց հետո Հայաստան համայնքական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի ատենապետի դեմքին ժպիտ է գալիս։ Գումար հավաքելիս հենց այսպիսի մանկապարտեզ էին պատկերացնում։ Ես որքան մանրակրկիտ ձևով հետևում եմ, որ ինչպես է պատրաստվում, եւ դրա համար էլ ամեն ինչը կարգին է։ Արդեն որպես Սասունիքի պատվավոր քաղաքացի Արմինե Կարապետը Արա Վարդանյանի հետ հաշվում է։ Այստեղ հիմա 100 երեխա կտեղավորվի։ Կարող է ծնողները մանկապարտեզը տեսնեն, ոգևորվեն, հետո սա էլ չբավարարի։ Դե հիմա եթե տեսնեն այսպեսի շենք կա, հիմա աշտարակից կբերեն երևի երեխաներին այստեղ։ Չէ, որ մի հատ էլ աշտարակը պիտի կառուցեն սահմանից։ Գյուղապետ Արման Մարգարյանն արդեն ոգևորվել է։ Իր երեխաները մանկապարտեզի տարիքից դուրս են եկել, գուցե ընտանիքը մեծացնի։ Ճիշտն ասած երեկվանից մտածում եմ այդ մասին։ Էլ երեխա ունենա։ Պարտադիր, բա ինչ չէ։ Ես իմասի սարն եմ։ Ամբողջ տարածքը հիմա որ դուք տեսնում եք, դրա 20%-ն էլ օգտակար չէր։ Թե ինչ վիճակում էր Թալինի Գեղարվեստի միակ դպրոցը, տնօրենը չի էլ ուզում հիշել։ Այդ պայմաններում մուսա կգար։ Պատերը նայեք, կտուրը ոչ բարվոք վիճակ, 24 տարի չջրուցվելով խոնավության, ցրտի, պատուանները հնամաշ։ Նախագահ Սարգսյանը 2 տարի առաջ եկավ, տեսավ, հանձնարարեց վերակառուցել դպրոցը, գույքն էլ թարմացնել։ Այն ժամանակ սաներն այստեղ մտնել չէին ուզում, հիմա հակառակը, տանը լավ է, դպրոցում ավելի լավ։ Երեխաները տուն չեն ուզում գնան։ Ընկեր Միքայելյան, շատ լավ կլինի, որ չգնան կարծաբուրդ, կատարվել է հրաշք մեզ համար։ Քանդակի սենյակում հիմա է, որ ազատ տեղ կա։ 3 ամիս հենց այստեղ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար էին քանդակում։ Բոլորը միասին։ Հայտնի խաչքարագործ Տարոն Մարտիրոսյանն ու նրա աշակերտները։ Դասերը դեռ չսկսված արդեն գալիս տեսնում էի, որ սպասում են գոգնոցներով, թե երբ պետքա դուռը բացեն, որ իրենք իմ հետ միասին մտնեն խաչքարի սենյակը եւ աշխատեն խաչքարի վրա։ Խաչքարին ինչ չափես մասնակցել, խնդրում եմ մի հատ պատմի։ Ես տաշել եմ, մաքրել եմ եւ տապակացրել եմ։ Ես խաչքարի վրա փորել եմ, տապակացրել եմ։ Գյումրիի համն ու հոտը Անուշարանից է գալիս։ Տիկին Զոյան է Սովետի հրուշակեղենի գործարանի բաղադրատոմսերը հանել ու կախարդում է։ Խարտախություն չենք անում ամեն ինչ բնական հումքով։ Գործընկերուհու ասածը Տիկին Ռիտան է հաստատում։ Իրեն էլ միջև հիմա Ախուրյանի հրուշակեղենի գործարանի աս են ասում։ Ինչ անում է, սրտով է անում ու սրտանց։ Դրա համար էլ իրենց թխածը խանութներում արագ է սպառվում։ Այն ժամանակ կլոր ենք, հիմա սրտով ենք անում, սրտանց։ Որ համն ու հոտը տեղում լինի, որակն էլ միշտ բարձր, Սամվել Բալասանյանն է հսկում։ Ով նա լավ գիտի, արտադրանքի համը տեղում է թե ոչ, կարիերան այստեղից է սկսել։ Իմ հայրը այստեղ աշխատել է բանվոր եւ աշճանաբար մինչեւ փոխտնօրեն։ Ինքը ամենախստապահանջ մեր ասենց ասեմ հաճախորդներից մեկն է։ 1 տարի առաջ բացված գործարանի քաղցրավենիքով արդեն հետաքրքրվում են դրսում։ Հիմնադիրը պայմանագրեր է կնքում զուգահեռ աչքը իր երեխայի վրա է պահում, որ չափից շատ չուտի։ Իմ երեխան օրեկան 2 անգամ բան վերցրած, կոնֆետ ինչ-որ մի տեղից հապուշտակում է եւ գնում մի անկյունում ուտում է։ Անուշարանի հոտը մինչև տեխնոպարկ է հասնում։ Դրա 2 կողմերում քաղցրով դիմավորելու առիթ կա։ Հարևանությամբ նոր կառույց է, ցանցային սարքավորումներով հայտնի Դելինքն է տարածքն ընդլայնել։ Տեխնոպարկի ամբողջ ցանցը կառուցված է մեր արտադրանքով։ Հայ տեսեք IP կամերաները եւ այլն, ամբողջը Դելինք։ Տեխնոպարկի ներսում տեխնոաշխարհ Գյումրիի Թումոն էլ բացվեց։ Մարիլու Փափազյանը Հայաստանի 3-րդ Թումոն է ներկայացնում, հպարտանում, որ շուտով Ստեփանակերտ էլ կհասնեն։ Մենք կարողացանք նույնադիպ ասենք մոդելը ստեղծել Երևանի
մեր մոդելին վրա հիմնվելով։ Այդ ընթացքում Սիմոնյան կրթական հիմնադրամի նախագահը համեստորեն լռում է։ Սեմ Սիմոնյանի փոխարեն գլխավոր տնօրենն է պատմում. Թումոյի ստեղծումը հենց Սիմոնյանի կենսագրության հետ է կապված։ Համեստ ընտանիքից դուրս եկած IT ձեռներեցը որպես ուսանող է գնացել ԱՄՆ, կրթական բարեգործական ծրագրերով վերադարձել Հայաստան։ Շաքե Ղազարյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։